Factor AM-ը գրում է Նիկոլ Փաշինյանի դուստրը Մարիամ Փաշինյանը սկսել է բիզնես գործունեություն ծավալել։ 2025-ի սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել եւ ղեկավարում է Athlix ընկերությունը։ Factor AM-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Մարիամ Փաշինյանին է պատկանում ընկերության 50% բաժնեմասը։ Նրա գործընկերը եւ մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։ Վերջինս նաեւ Orion Worldwide Innovations ընկերության համահիմնադիրն է, որը 2022-ին տեխնոլոգիական համաժողով էր կազմակերպել Երևանում։ Դրան ներկա էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Athlix-ի գործունեության ոլորտը ծառայությունների մատուցումն է։ Գրում է կայքը։ Հրապարակ թերթը գրում է իշխանությունը 3 հերթական նախընտրական հանդեսներ բեմադրել այս անգամ խորհրդարանում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում էր կազմակերպել առողջապահության համապարփակ ապահովագրության գործարկման ընթացքի վերաբերյալ։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է ջրել պարգևավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաև թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից թեպետ պաշտոնապես դադարեցվել են, սակայն քաղաքացիական պայմանագրում չունեն հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։ Փնտրտուքի մեջ են, ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի։ Բանն այն է, որ տեղապահել չեն կարող նշանակել, քանի որ հանձնաժողովը չունի նախագահի տեղակալ, որը ըստ ազգային ժողովի կանոնակարգի մի քանի ամիս կկատարեր նախագահի լիազորությունները։ Հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվեց պաշտոնից։ Հիմա չնայած Զեյնալյանը նոր պաշտոնի բժշկական կենտրոնի տնօրենը նշանակվել, Բադալյանի նեղացվածությունն էլ հարազատ թիմից անցել է, բայց ներսում կարծում են, որ նրա թեկնածությունն այնքան էլ ճիշտ չի ընկալվի, քանի որ ամիսներ առաջ տեղակալի կարգավիճակից է նույնիսկ հրաժարվել։ Հանձնաժողովում այլ հարմար թեկնածու չկա։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միայն վճարել են 1.95 տրիլիոն դրամ։ Ընդ որում ուշագրավ է, որ առաջատար տասնյակը վճարել է նշյալ գումարի մոտ 20%-ը։ Չնայած որ 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ լավագույն տասնյակի վճարած հարկերը նվազել են մոտ 3.6%-ով։ Միևնույն ժամանակ 1000 խոշոր հարկատուների վճարած գումարի մոտ 47%-ը վճարել են առաջին հիսնյակում գտնվող ընկերությունները։ Ցուցակի առաջատարը Mobile Center-ն է, որին հաջորդում են Grand Tobacco-ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Գրում է թերթը։